Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ այս ամառ կարող է հասնել շոշափելի հաղթանակի Ուկրաինայի հակամարտությունում, որը կփոխի հակամարտության կարգավորման բանակցությունների դինամիկան։ Այս մասին գրում է CNN-ը։ Հեղինակների կարծիքով խոսքը կարող է լինել Սումիի վրա հարձակման մասին, որը պետք է Ուկրաինայի զինված ուժերը ներքաշի ռազմական գործողությունների նոր ուղղությամբ, ինչպես նաև առաջ խաղացում Զապորոժիեի շրջանում։ Ռուսաստանը խաղադրույք է կատարում հաղթանակի վրա եւ շահագրգռված չէ հակամարտությունը պարզապես սառեցնելու մեջ, քանի որ իրավիճակը զարգանում է իր օգտին, նշվում է հոդվածում։ Ուկրաինայի խաղաղության համաձայնագրի բանալին 5 տարածքների սեփականության հարցում է, սակայն այն չի ավարտվում դրանով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Այս խաղաղության համաձայնագիրը վերաբերում է այսպես կոչված 5 տարածքներին, բայց դա շատ ավելին է ենթադրում։ Կան անվտանգության արձանագրություններ, ոչ ՆԱՏՕ, ոչ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդված, այսինքն այստեղ շատ մանրամասներ կան, ասել է Ուիտկոֆը։ Նա իրավիճակը անվանել է բարդ եւ հիմնված Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև իրական խնդիրների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացասական վերաբերմունք ունի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել իռլանդացի լրագրող Չեյ Բոուսը։ Թրամփը տանել չի կարողանում Զելենսկուն, ասել է լրագրողը։ Այսպես է Բոուսը մեկնաբանել ԱՄՆ նախագահի խոսքերն այն մասին, որ Վոլոդիմիր Զելենսկին պարբերաբար դիմում է Վաշինգտոնին եւ խնդրում իրեն հրթիռներ վաճառել։ Այս արտահայտությունը հետևել է Զելենսկու այն բողոքին, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի տրամադրում Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգեր, թեև նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ դիմել է ամերիկյան կողմին մշտական խաղաղություն ապահովելու խնդրանքով։ Ուիտկոֆի խոսքով Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որը տևել է գրեթե 5 ժամ, ներկա է եղել Ռուսաստանի ղեկավարն իր առանցքային խորհրդականների, նախագահի օգնական Յուրի Ուշակովի եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հետ։ Պուտինի խնդրանքը մշտական խաղաղություն հաստատելն է, նշել է Ուիտկոֆը։ Բայդենի վարչակազմի ազգային անվտանգության խորհրդի Արևելյան Եվրոպայի եւ Ուկրաինայի նախկին տնօրեն Դեյվիդ Շիմերը բրիտանական Guardian թերթին հայտնել է, որ Ուկրաինային ԱՄՆ օգնության դարաշրջանն ավարտվել է։ Նրա խոսքով Ուկրաինայի զինված ուժերը շուտով կսպառեն ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից հատկացված 1.25 միլիարդ դոլարի օգնությունը։ Մինչդեռ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի հաստատել Կիևին օգնության մեկ փաթեթ։ Շիմերն ընդգծել է, որ եթե անգամ Թրամփի քաղաքականությունը փոխվի, հասանելի գումարը բավարար չէ երկար ժամանակ Ուկրաինային աջակցությունը պահպանելու համար։ Արդյունքում ավարտվում է Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության դարաշրջանը, պարզաբանել է նախկին պաշտոնյան։ Նա կոչ է արել եվրոպական երկրներին շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային։